Բարև ձեզ, տիկնայք և պարոնայք, ուրեմն ես խոսացի բոլոր 4 քաղաքական և հասարակական այդ ուժերի հետ, ում մասին խոսացել եմ նախանցած հաղորդմանը, բժիշկ Հայկ Մանասյանի հետ, Էդմոն Մարուքյանի, Կարեն Արայանի և Վարդան Ղուկասյանի կամ իր փոխարեն Անահիտ Խուդավերդյանի հետ, ով ունի լիովին քարտ բլանշ Վարդանի տեղը խոսալու։ Ուրեմն եկեք սկսենք վատ լուրերից։ Կարեն Արայանը և բժիշկը հրաժարվեցին։ Մեզ հետ են կարելի ասել, Էդմոն Մարուքյանը, կարելի ասել, նայեք, կբացատրեմ հետո, և Վարդան Ղուկասյանը։ Ինչպես և համահայկական միաբանության, այդ միաբանությունը արտակի գլխավորությամբ, սակայն ընդեղ չկան ոչ մի տենց լիդերներ, դա խմբավորում է, ասենց ասած, հասարակական կազմակերպություն։ Ուրեմն սկսեմ վատից, ինչու չհամաձայնվեցին բժիշկը և Կարեն Արայանը։ Այն, որ ինձ թվում էր ամենահեշտը կլինի բժշկի հետ խոսալ, բժիշկը ինձ վրա թողել էր պրագմատիկ մարդու տպավորություն, իմիջիայլոց այն մարդիկ, ով տեղյակ չի ինչից է խոսք գնում, ես իմ նախանցած այդ հաղորդման հղումը կթողնեմ կոմենտարիաների մեջ, որ միանգամից մտնեն լսեն, ես արել էի առաջարկ, որտեղ կան մարդիկ, որ նոր են միացել էլի, որ պետք է ստեղծվի ռեալ մի ուժ, որ դիմակայի ներկա և նախկին այս իշխանություններին, մյուս ընտրություններին, և որ մենք ժողովուրդս էլի, սենց ասած, ժողովրդական ուժերը գրավենք 51% ձայն տանենք և ձևավորենք իրական կառավարություն և շուռ տանք այս շախմատի տախտակը կամ նոր էջից գրենք մեր պատմությունը, էլի, մեր իրականությունը, որտև այն ինչ որ հիմա կա, դա դեռ հիմք է դրվել դեռևս այդ 90-ականներից։ Սա էր իմ տանցած առաջարկը և ես հրավիրեցի մի հարթակ այդ 4 ուժերին, սենց ասած։ Այդ նրանց համար ովքեր չեն լսել։ Հիմա տեսեք, բժիշկը, ոնց ասեցի, ինձ թվում էր բժիշկը ամենապրագմատիկը կլինի, բայց դե եկեք տեսեք, ամենաբարդը բժշկի հետ էր։ Հենց երեկ եմ խոսացել, բժիշկը ինքը իր համար ուղարկեց, իմ նամակին պատասխանեց, մեսենջերի միջոցով, ու նայեք, ես ապշած էի բժշկի մեծամտությունից և նրա ինչ-որ այդ քաղաքական նարցիսիզմով էր տառապում, էլի։ Եվ մի պահ իմ զրույցը նրա հետ ինձ հիշացրեց, եթե ծանոթ եք Բուլգակովի այդ Մաստեր և Մարգարիտա այդ վեպին, կամ ֆիլմն եք դիտել, ընդեղ Բերլիոզի և Վոլանդի հետ այդ հարցազրույցը, էլի, այդ ամենասկզբում որ կա, այն պատրիարշե պրուդի նստած, Վոլանդը ընդեղ ես էի, իսկ Բերլիոզը դա բժիշկն էր, էլի, ինձ դրել էր տուրիստի տեղ։ Ինձ խորհուրդ էր տալիս կարդամ լսեմ իր քաղաքական լեկցիաներ, էլի, քաղաքական գրագիտություն սովորեմ։ Ինձ թվում է, եթե բժշկի հետ խոսար ես իմ հայալեզու ինչ-որ մի պրոֆեսոր դոցենտ Հարվարդի համալսարանից, երևի նույն բանը խորհուրդ տար բժիշկ, առանց ճանաչելու։ Դրա համար դա էր մեր բժիշկը, ու տեսեք, ամենասկզբից ես ապշած էի նրանից, որ ու վիրավորված, այն որ ես իրան ուղարկել էի WhatsApp-ի վրա իմ առաջարկը, ինքը չէր լսել։ Ես զարմացա 25-26 հազար դիտում ունեցող այդ իմ հոլովակը 2 հարթակներում, ինչ-որ մեկը չէր փոխանցել բժշկին։ Լավ։ Ես, որ այդ տարբերակը բացառեմ, ես իրան ուղարկեցի WhatsApp-ի վրա իմ ձայնագրությունը, ևս չէր լսել։ Ես պատիվ եմ արել իրան լսեմ իր հաղորդումները այդքան, բայց ինքը պատիվ չարեց նույնիսկ ինձ լսի։ Որով չափով ես սենց մի տեսակ ինձ մխիթարեցի նրանով, որ բժիշկը նույնիսկ չէր ճանաչում Կարեն Արայանին։ Ես երկար ժամանակ բացատրեցի, թե ով է Կարեն Արայանը, դրա համար ես այդ իմ կարծիքը կազմեցի այդ պատճառով, էլի, որ նրա մեծամտությունը եւ այդ
նարցիսիզմը, որ ինքը տարապում է։ Միգուցե Հայլուդեմը նայում ինքը իր վրա զարմանում է, որ ինքը ինչ ուր է հասել, էլի։ Երբ իրականում Կարեն Արայանը մոտ 80,000 հետևորդ ունի, այդքան հետևորդ չունի բժիշկը, 30 թե 30 քանի հազար Facebook-ում տեսա։ Իսկ YouTube-ում ընդհանրապես նա ալիք չունի։ Մի խոսքով, ինչ հարց տվեց բժիշկը, երբ ներկայացրեցի այդքան բանից հետո իմ ծրագիրը, հարց տվեց, ասեց, դա ինչ է Իրանից ներկայացում, դա նպատակ է թե միջոց։ Այսպիսի հարց։ Իմ ուզած էլի։ Ասեցի, բժիշկ, դա միջոց է, որ հասնենք մեր նպատակին։ Դուք էլ ձեր։ Որտեղ ես տեսնում եմ, դուք արդեն սահմանադրություն եք գրում, բայց դրա համար պետք է գաք իշխանության կամ իշխանության մաս կազմեք։ Բայց ասեցի, լինենք պրագմատիկ, ես էշի պես կզռամ, եթե դուք կարողանաք հավաքել նույնիսկ 10% ձայն։ Այն էլ ոչինչ ունեք։ Բժիշկը մերժեց, բժիշկը նույնիսկ հարցրեց, ասեց, բայց ինչի է պետք իշխանափոխություն։ Ասեցի, որ նոր էջից սկսենք, այդ ամբողջ միտքը էլի, որ նոր էջից գնա մեր իրականությունը, որտեղ մեր մոտ իշխանություն դեռևս չի փոխվել։ Հեսա այն սկիզբը, որ դրել են այդ 88-90-ական թվերից մինչև հիմա շարունակվում է, էլի, կոռուպցիա, կաշառակերություն, ամեն ինչ էլ էս ինչ կա։ Եվ բժիշկը հայտարարեց, որ բայց դա քո ինչին է պետք։ Այստեղ բուտ բանով ավելի լավ է խփեին գլխիս։ Նենց որ ժողովուրդ, դուք կարծիք կազմեք, թե որն է բժշկի այսքան խոսալու նպատակը, էլի։ Դա ինչ է, որ Ռուսիա чистой воды դեմագոգիա։ Դա ինչ է, մարդ որ խոսում է, բայց չեմ էլ հասկանում, ես չեմ էլ հասկանում, հավատա, որ բժիշկ ինչ-որ մի քանի կոպեկի համար, ինչ-որ մանետիզացիայի համար, ինչ-որ ալիք է պահում, էլի, ինչպես մնացած, էլի, եթերային ժամանակ են լրացնում։ Ու բժշկին խորհուրդ կտամ իր եթերները ընդհանրապես բաժանի քանակը նայած եւ ժամանակը ու տեսնի, թե մարդիկ իրան քանի ժամ են լսում։ Այդ ամեն եթերի մեջ միգուցե կազմում է օրինակ 5 վայրկյան իրան լսել է կամ 10 վայրկյան։ Այլ ոչ թե մի ժամ 20 րոպե։ Այդ ցուցանիշները կան։ YouTube-ում հաստատ կա։ Իսկ մարդ ես ինքս շատ անգամ ում համակրում եմ, չեմ էլ լսում, լայքը դնում եմ։ Սա բժշկի պատասխանը, դրա համար, տեսեք, դուռները փակ չեն, դա բժշկի իրավունքն էր, եւ թե ինչ աստվածների է ստիրա ասում ծառայում բժիշկը, ոնց ինքը ասեց, քո ասած բոլոր 4 ուժերը ունեն իրենց աստվածները, մենք մի աստվածի չենք։ Ասում ինչ լավ է, որ ես աթեիստ եմ։ Ոչ մի աստված չեմ հավատում։ Մի խոսքով, սա բժշկի պահով։ Հիմա Կարեն Արայանը։ Հարազատներս, դուք շատ եք գրում ինձ Կարեն Արայանի մասին, միանալու, լսեք, ես առաջարկեցի, ես նախ Ռուսաստանում եմ, Կարեն Արայանի մանիֆեստ է, ինչ հայտարարեց Կարենը, որ դա հենց մանիֆեստ էր, որ ինքը տեսնում է մեկ ճանապարհ, միայն հեղափոխություն։ Երկրորդ տարբերակ չկա, պլան B չկա, եթե չստացվի հեղափոխություն։ Մենք երկար երեք խոսացինք։ Որ այլ տարբերակ չկա, եթե չեղավ հեղափոխություն, ինքը ուրիշ ինչ-որ մի սցենար չի տեսնում եւ չի պատկերացնում։ Եթե չեղավ ուժով հեղափոխություն, բայց ոչ ռադիկալ, ոչ ինչ-որ պարզապես հավաքվի կրիտիկական մասսա, Նիկոլը ամաչի, հուզվի եւ հրաժարական տա։ Փորձեք պլագ վռուկի սենց ասած, ժողովուրդ ջան, մայիսի 1-ին գնացեք Նիկոլին հանեք։ Բայց թե ոնց է ձևավորվելու մյուս կառավարությունը, ովքեր են գալու կառավարության, ես չգիտեմ։ Ես Կարենին նույնիսկ ասեցի պլան B, օրինակ, եթե չստացվեց, որը ես միշտ էլ ասել եմ, կասկածել եմ։ Որտեղ իմ իմացած բոլոր հեղափոխությունների հետևը կան մեծ ֆինանսներ եւ հատուկ կուկլավոդներ, էլի, որոնք այդ ամեն ինչը կազմակերպում են։ Այդ էր Կարենի դիրքորոշումը, էլի, ես նայեք, ես Կարենի նույնիսկ ասեցի, Կարեն,
դուք օրինակ ամենալավը կլինեք ձեր կերպարով, ձեր էներգետիկայով այդ նախընտրական շտաբի նախագահ ձեզանից լավ չի լինի, ինչ էլ անենք էլի, դուք մոբիլիզացնեք մարդկանց, ազնիվ մարդկանց, որ ընտրություններին պաշտպանեն, հասկանում եք, այդ ձայները տեղամասերում լինեն վստահված անձինք։ Այդ բանը Կարենի մոտ շատ լավ կստացվեր։ Որ հավատացեք, ոչ մեկ ուրիշ չի կարողանա Կարենի պես լավ կազմակերպի։ Այդ դա հայրենափրկիչ գործ կլինի, որ մենք մյուս ընտրություններին հասնենք 51% արդյունքի եւ ավել։ Ես կուզեմ 70%։ 20% Նիկոլի բանը, ինչ անուն, բյուջետնիկների այդ ձայները, այդ եվնուխների, բյուջետնիկներ, դրանք եվնուխներն են իշխանության։ 10% Սերժ Նիկոլեն կլինեն նրանց են կաշառակեր բարեկամները, որ կան, որ երազում են, ու մնացած 70%-ը մենք տանենք։ Երազելը վատ բան չի։ Դրա համար 51-ին եմ համաձայն։ Տեսեք, բայց Կարենը հրաժարվեց իր ասելով կատեգորիկ, բայց ինձ թվում է այդ ժամանակ Իրանը ցույց կտա, դուռը փակ չի, դռները փակ չի, Կարենի առջև ինձ որ ոչ էլ բժշկի, ոչ մի կամուրջ այրված չի, խնդրեմ, կարող են միանան։ Ու ինձ ինչ-որ միտեղ Կարենի կերպարը ավելի շատ հիշացնում է մի ճապոնացի հեղափոխական կա, Յուկիո Միսիմո, նրա հեղափոխությանը, նաև տարված էր օրինակ Կարեն բանով, Նժդեի գաղափարով, նա սամուրայական բուշիդոյի այդ փիլիսոփայությամբ, եւ 70-ական թվերին արեց հեղափոխություն, փորձեց ռազմական հեղաշրջում անի, զորամաս գրավեց, բայց իրան չհասկացավ այդ զորքը, ում ինքը հրամայեց կազմել, ասենց ասած, գնդի հրամանատարին պատանդ վերցրեց, ճառը կարդաց, խոսաց, ուզում էին իշխանությունը խլել լիբերալներից եւ տալ կայսրին։ Բայց իրան չհասկացավ բանակ, հասկանում եք, սերունդ էր փոխվել։ Նաեւ Ճապոնիան անցել էր մեր հայերիս պես պարտության միջով, այդ ատոմային այդ ռմբակոծությունները, ամերիկյան բազաներ էին Ճապոնիայում, ոնց որ այսօր Հայաստանում Ադրբեջանը բազա ունենա, արգելված էր բանակ ունենալը կանոնավոր ինքնիշխան, նրա բանակը եւս ղեկավարում էին ամերիկացիները, դրա համար այդ կարգի հեղափոխություն էր ուզում անել, ու չստացվեց իր մոտ։ Ինքը վերջում պարտությունը ոնց պետք է մաքրի։ Ինքնասպանություն գործեց, ինքիրափորը բացեց Ղարակիրի այդ կանոնների համաձայն։ Իսկ վերջում իր գլուխը կտրողը, որ պետք է կտրեր, անփորձ էր այդ զինվորականը, իր այս զինվորականներից, ինքը ջոկատուն էր կրկին, հավատարիմ մարդկանց, ում հետ գրավել էր այդ գունդը։ Նա երրորդ անգամից է գլխատում, այդպես, դրա համար նա այսօր մնացել է ոնց որ վերջին սամուրայը ճապոնական պատմության մեջ, չստացված հեղափոխություն։ Նա ինքը մի քանի բառ սենց էլի, տեսեք, մեր մոտ ինչպես կա Շիրազ Չարենց, այդ մարդը նույնպես հայտնի գրող է Ճապոնիայում, կարդացվող, վաճառվող, թարգմանվում են նրա գրքերը, դրա հետ միասին ռեժիսոր, դերասան, հետաքրքիր կերպար է, էլի, մի քիչ մենք հայերս պետք է ճանաչենք ուրիշ ազգերի մշակույթ, նրանց հերոսներին, էլի։ Նույնիսկ ինքը ֆիլմ է ունեցել նկարած Երջանկություն վերնագրով, էլի։ Ըստ այդ ֆիլմի, ինքնից այդ ֆիլմի պես է ավարտում, էլի, իր կյանքը։ 37 թվականին Ճապոնիայում եւս լինում է ինչ-որ հեղաշրջման փորձ զինվորական, որտեղ զինվորականների պարտությունից հետո մի սպա ինքնասպան է լինում այդ նույն ձևով եւ ֆիլմը ավարտում է նրանով, նրա ինքնասպանությամբ եւ վերջում այդ սպայի կինն էլ ինքը իր կոկորտն է կտրում։ Ու դա ըստ ճապոնական փիլիսոփայության դա երջանկությունն է։
Ճապոնական մշակույթին մեզ շատ կա հասնենք մեր հայերիս, մեր գեներալները դառնում են հերոսներ պարտությունից հետո։ Իսկ ճապոնացիների մոտ Աստված շանի դուք հիմա ասեք ինչ ասում ես Կարեն ինքնասպան լինի, չէ, պարզապես ինչ հիշացրեց էլի մեր հայկական իրավիճակը, ինչը Կարենին է շարժում, էլի ես իր այդ ճիչը էլի սենց ցավի սենց այդ արտահայտվում այդ հեղափոխություն այդ կարգի նժդեհի գաղափարով բերքերը բուժելով էլի համար այդ կերպարը ինձ շատ հիշացրեց իրան էլ ասեց ինձ Միսիմոյի պատմությանը այսքանը նոր ջան լավ տխուր թեմաները թողնենք մի կողմ հիմա անցնենք լավ լուրերին տեսեք Էդմոն Մարուկյանը Էդմոն Մարուկյանը, տեսեք, ես ասեցի ամենահեշտ եղավ իր հետ խոսալ, նույնիսկ ցենց մի կուրիոզ դեպք եղավ, ես երկրորդ զանգին, ընդհանրապես պետք է հետո զանգեի Մարուկյանին, տղայիս է զանգի, Էդգարը անունն էլի, Էդգար եմ ասում, Էդվարդը անունը, տղայիս, ու որ զանգեցի, ես գիտեմ տղայիս համարն եմ հավաքում, իրար նմանը, բայց Էդմոնին է զանգել ու ասում ինչա հաց պետք է բերեմ հետո խոսացինք Մարուկյանի հետ այն որ շատերդ ասում եք սենց վատատեսորեն եք տրամադրված Էդմոն Մարուկյանը պատասխանեց շատ դիվանագիտորեն որ կմտածի ոչ հա ասեց ոչ չէ բայց իր պատասխանի մեջ նայել որ տեսնի ինչ կստացվի մենք օդ քամի ենք կրակում մենք մենակ օդում դուրս ենք տալի դե ինքը ինչ չի ճանաչում եւ այդքան մարդ իրար հետ կհավաքվեն արդյոք էլի որտեղ որ մարդը ջուրը չտեսած չբոբակվի էլի սենց ասած ես Մարուկյանին ասեցի որ Վարդան Ղուկասյանը եւս համաձայնա որ ես խոսացել եմ բանի հետ Անահիտ Խուդավերդյանի հետ ու տեսեք ես Մարուկյանի հաջորդ վերջի Վարդան Ղուկասյանի նվիրված հաղորդումը կապում եմ հենց մեր զրույցի հետ միգուցե սխալվում եմ որտեղ ես Էդմոն Մարուկյանի հետ խոսացի Կիրակի օրը Էդմոն Մարուկյանը ձայնագրեց այդ հաղորդումը երեքշաբթի օրը 3 ու տեղադրեց էլի որ սա կարելի ասել մեսիջա որ ինքը կիսում է Վարդանի հետ աշխատանքը մարդը քաղաքական գնահատական տվեց Վարդանի անցած ճանապարհին Վարդանի արած աշխատանքին սենց ասած շատ ողջունելի էր Էդմոն Մարուկյան շատ մարդիկ ինձ գրում են ուզում են իմանալ ձեր համարը որ ձեզ անձամբ շնորհակալություն հայտնեն դա Վարդանի սենց ասած երկրպագուներն են ես հիմա իրանց խնդրանքն եմ ձեզ փոխանցում ոմանց ինչպես եւ Դիգին Լաուրայի ասել եմ անունն եք շեշտես մարդիկ շնորհակալ են որ դուք արձագանքել եք մի խոսքով այսքանը տեսեք ժողովուրդ ձեր ասածը փոխանցեցի ես ոչ մեկին համար չեմ տվել տեսեք ես եթե ինչ որ մի բան կա ես վստահել եմ ինչ որ մարդ տվել է դա ես բարոյական ոչ մի իրավունք չունեմ հանրային ինչ որ մի բան սարքեմ էլի դաստուկնի մի բան այսքան Էդմոն Մարուկյանի հետ կապված ոնց որ Էդմոն Մարուկյանը սպասում է թե ինչ դուրս կգա այս մեր նախաձեռնությունից ճիշտ է ես էլ տենց կանեի թե գնաս հասնես ջուրը չտեսած բոբկվես հետո խայտարակ լինես ընդեղ իրար գզեն ահա սա հիմա բանը Անահիտ Խուդավերդյանի հետ խոսացի տեսեք ես շատ հիացած էի Անահիտ Խուդավերդյանով երբ սկզբում ինձ թվում էր ես կխոսամ ինչ որ մի ֆանատիկի հետ էլի Վարդանի հերթական ֆանատիկը շատ կարճ աշխարհայացքով, բայց ոչ։ Տեսեք, ես Անահիտ Խուդավերդյանի մեջ տեսա մտավորականի, նայք կիրթ մտավորականի, ավելի շուտ հայերի մեջ տենց եզակի են պատահում, ժամանակին միգուցե են
Արտեմիս Սարգսյան կարին նրա այդ հաղորդումներում լինեին, հիմա եզակի է, ռուսների մեջ շատ կան, օրինակ, որ խոսում ես մարդիկ, որ ունեն փիլիսոփայական մտածելակերպ, հենց այդ ինչ-որ իսկական մտավորականին հասու է, էլի։ Այդպիսի տպավորություն թողեց Անահիտը, որ լրիվ Վարդան Ղուկասյանի հակապատկերն է, եւ դա շատ լավ է, այն ինչ որ չի լինի անել կոպիտ ձևով, դա ամեն ինչ դիվանագիտությամբ կստացվի իմ կարծիքով Անահիտի մոտ։ Պարզապես ժողովրդին թվում է, որ Վարդանը միապետ է, ինչ որ դիկտատոր է, նրա մոտ բոլորը պետքա ձայն չունեն կամ ոչինչ չեն, դա սխալ է։ Ես ինքս միգուցե ձևի կարծիք ունեի, բայց Անահիտի այդ շփումից լրիվ կարծիքս փոխվեց։ Բավարարապես պետքա ժողովուրդը ճանաչի Անահիտին, այն որ չի կարող անել Վարդանը, կարող անի Անահիտը, այն որ կարող անի Անահիտը, Վարդանը չի կարող անի։ Դրա համար դա ինձ տվեց շատ լավ օպտիմիզմի սենց մի տեսակ էներգիա։ Ինձ որ Անահիտը մեր հետ է, նա ևս ասեց, հայտարարեց, նայեք, ասում եմ բոլորիդ, Վարդանը տվել է լիովին կարտ բլանշ, կամ ոնց ասում են, մանդատ Անահիտ Խուդավերջյանին իր անունից խոսալու։ Եթե խոսում է Անահիտ Խուդավերջյանը, դաշնք խոսում է Վարդան Ղուկասյանը։ Հասկացաք, որտեղ մոտակա տարին կարող է Վարդանը դուրս չգա, ասենք ասենք նույնիսկ Հայաստանում տարիներ են տևում դատեր, էլի։ Ամերիկան էլ բան չի, էլի, էքսպրես դատերով հայտնի չի, էլի։ Այդպես էքսպրես դատեր լինում են Կուբայում, հա։ Մի օրվա մեջ մարդուն դատում էին, մյուս օրը գնդակահարում, հեղափոխությունից հետո։ Հենց որ Վարդանը կուսումնասիրի ներսից, օրինակ, Միացյալ Նահանգների արդարադատությունը, ոնց է աշխատում, պրակտիկայի անդեղ, էլի, սենց ասած։ Թող ուսումնասիրի, այդ փորձը հետո կկիրառենք Հայաստանում, նոր Հայաստանում, բայց հիմա պետք է զբաղվել Հայաստանով։ Ոնց որ այս է։ Ես երևի զեկույցը լիովին ձեզ տվեցի, թե ինչ եմ խոսացել 4 ուժերի հետ, այդտեղ կա եւ Արտակ Խերիմյանը իր այդ միաբանությամբ քաղաքական այդ նախաձեռնությունը ինչա։ Հենց որ այս րոպեին, ասենց կարելի ասել, 3 ուժեր են այս համախմբված։ Հենց որ աշխատանք շատ կա անելու։ Աշխատանքը մեծ է, ուժեր մոբիլիզացնելու, հարթակ ստեղծելու, տեսեք հիմա հարթակի հետ կապված։ Այսօր ինֆորմացիոն հարթակները մեծ մասը բաժանված են օրինակ Նիկոլական եւ նախկինների։ Տեսեք նույն Անահիտ Խուդավերջյանը չկա հարթակ, որտեղից ինչ որ կարողանա ճիշտ ներկայանա, խոսա եւ կիսվի իր մտքերով ժողովրդի հետ։ Դրա համար պետքա աշխատել։ Նայեք, ես ինձ հիմա չեմ վերցրել ոչ թե բլոգերի պարտականություն, ես ասեմ, քաղաքական լկրտումներ չունեմ, ոչ մի բանի, ու ինձ պետքա օգնություն, հենց Մոսկվայում այդ հարթակը ստեղծելու։ Սա լինելու է լոբիստական հարթակ, այլ ոչ թե բլոգերության։ Լոբիզմ շահերը, այդ գաղափարի շահերը առաջ տանելու, որ մենք մյուս ընտրություններին ունենանք արդյունք։ Նայեք, դրան պետքա, ասենց ասած, կաբինետ, սենյակ, աշխատասենյակ, շտաբ կամ ոնց կարելի ասել, շտաբ, որտեղ կլինեն տեսախցիկներ, շտաբ, որտեղ կարելի է տեղադրել գրատախտակներ, դա հատուկ ծրագիր է, ես արդեն անհատական կբացատրեմ ինչա պետք է անել, որտեղ սա պետք է լինի լոբիստական շտաբ, այլ ոչ թե ինչ-որ բլոգերական տեղ կանգնեն 5 րոպե խոսան, դոնատները գա, գնան դից մոնետիզացիան ստանան, հետո էլի մյուս օրը 3 ժամ մի բան խոսան կամ 40 րոպե, կարևորը եթեր լցնեն, էլի, որով զբաղվում են մեծամասնությունը։ Ռուսաստանում տենց բան չկա, նայեք, ստեղ մարդ ինչ խոսում է, ստեղ ամեն ինչ արգելափակված է, մոնետիզացիա, բան չկա, ոչինչ։ Դրա համար ինձ պետքա օգնություն։
Այդ ամեն ինչը կազմակերպելու, տեխնիկական, ես ինքս շատ բանից գաղափար չունեմ, խորհուրդներով, կապով, օնլայն, տարբեր ձևի, հասկանում եք ոնց կարելի է այդ կազմակերպել, ծրագրերը, վճարովի, որոնք պետք է առնվի, այսինքն շատ բանի գաղափար չունեմ, ես նույնիսկ ֆորմատը փոքրացնել, որ Facebook տեղադրեմ, նոր եմ սովորել, որ այնտեղ 720-ը սարքում ես 240-ը թե ինչ են, ամեն ինչ հետ ես տանում, խտանում է թե ինչ, լինում է տեղադրել, ես նույնիսկ դա նոր եմ հասկացել, նենց որ ժողովուրդ ջան, ինձ պետք է օգնություն, ինձ պետք է հարթակ ստեղծել այս աշխատանքների համար, ոնց որ եթե կար մարդիկ, որ կարող են աջակցեն, օգնեն, որտեղ սա աշխատանք է, որ մարդ պետք է ամբողջ օրը զբաղվի, պետք է հետազոտի, պետք է կազմի, պետք է մարդկանց գլուխը մտցնի, նայեք, ինձ երբեմն թվում է, որ ես փորձում եմ օգնել մեր ժողովրդին, որ իրան արժանի իշխանություն չընտրի, հասկանում եք, որտեղ մեր ժողովրդի արժանի իշխանությունը այնա, որ այսօր կա, ազգային ժողով է, տեսեք, Նիգոլ, Սերժ ու բար, Դաշնակ Քոչարյան, այսրան արժանի մեր ազգը, ես կարծես փորձում եմ մեր ազգին, ասեմ, որ լսեք, դուք ուրիշի եք արժանի, էլի, չընտրեք ձեր արժանիներին, էլի, չգնաք, ոնց որ Գյումրիում եղավ, Դա համար ինձ պետք է օգնություն, տեսեք հիմա մարդիկ կան, մեծ խոսացող, շատ, ասում եմ, այստեղ մեծ ոչ մի բաներ չկան, այստեղ պետք է վարձել տարածքին ես հետաքրքրվել եմ մինիմում, օրինակ ուզում են կես տարվա վարձ ամենաառաջից, ամենաէժան տարածքը դա Մոսկվայի մարժի, օրինակ 15-ից 20,000 ռուբլի մեկ ամսվա համար, պայմանագիր կազմվի, այդտեղ անհատ ՑԿ-ում վրա կարելի է կազմել, դա հենց մենք ունենք, մեր մյուս աշխատանքի դա կապված է, պետք են որոշ ներդրումներ այդ ամեն ինչը կատարելու այդ համակարգիչները, տեսախցիկները ու այդ շտաբը ստեղծելու։ Նայեք, այստեղ կարելի է ասա ընդհանուր մի նույնիսկ որոշ ամիսներ անց նա ինքը իրան ծախսերը կփակի, բայց սկիզբն ամենադժվարը։ Դա համար ես ոչ մի բանկային համար բան չեմ տեղադրում, ես դրանով ինձ պետք են մարդիկ գործընկերներ, պարտներներ, մարդ, որ ինչ-որ մի բան, օրինակ վիսկը վերցնի, կօգնի կամ կաջակցի, որ ես ոչ մեկից ոչ մի կախվածության մեջ չլինես կամ մոտավորապես հասկացաք ես ինչ եմ ասում, էլի, եթե կան մարդիկ, որ հենց Ռուսաստան, Մոսկվայում են, կարող ենք իրար հետ անենք, ես մենակով դա բարդ է, դա երկրորդ մարդ էլ է պետք, գեղեցիկ խոսալ կարողանանք, թարգմանություններ, տարբեր բաներ անելու, տեղադրելու, մարդկանց փոխելու, հասկանում եք։ Նույնիսկ ես մտածել եմ հավելված կարելի է հետագայում ստեղծել հայերի համար ամեն ինչ որտեղ մարդիկ էլ ամուսնության առաջարկներ գտնեն, էլ բիզնես առաջարկներ, աշխատանքի տարբեր օգնության, մի խոսքով, որտեղ մարդիկ կարողանան շփվեն, կրթող, հանրային տարբեր երեխաների համար ծրագրեր, որ մարդիկ զարգանան, աշխարհ ճանաչեն, հասկանում եք, պարփակված չլինեն միայն հայկական իրականության մեջ։ Որ այսօր երեխաներին սովորական, այսօր 21-րդ դարի օրինակ Հարի Փոթեր հարցնես, հայ երեխան չգիտի ինչ է, հասկանում եք։ Այդ կարգի ինչ որ հեքիաթներ պատմեն այդ հավելվածի մեջ լինի, որ մեր դա աստվածություն մարդ այնքան հնարավորություն որ այդ ֆիլմերը հայկական կարող հնարավոր լինի թարգմանել ամբողջը, որ կա արհեստական բանականության բան, ինչ-որ մի բանի միջոցով, որ հասանելի լինի, էլի, որ մեր ազգը համահունչ զարգանա աշխարհի հետ, էլի։ Սա է օգնության բանը, ոնց կարելի այս ամեն ինչին հասնել։ Ես կզբաղվեմ, ես զբաղվում եմ այդ ծրագրի լոբիզմով, էլի։ Դե, գրեք ձեր կարծիքները բանը։ Տեսեք, մյուսը, մարդիկ, որ դուք ասում եք շատերին, այս հարթակը փակ չի ոչ ոքի համար։ Այստեղ պետք է հավաքվեն, լսեք, հասարակական գործիչներ, մարդիկ,
ժողովուրդը ճանաչում է եւ հարգում է։ Այն հավաքարարից միջև բժիշկ, հասկանում եք, ինչ որ մեկին սրտով է, ասում եմ, կլինի օրինակ հիմա անունները sense չտամ, մեկին սա է հավանում, մեկը սիրում օրինակ Թաթուլին, մյուսը չի սիրում Էդմոն Վարդանի հայհոյանքները, տարբեր ձևի մարդիկ, որ տարբեր sense ներկապանակ լինի, էլի, հասարակական եւ քաղաքական գործիչների, որ մարդիկ հավատան։ Հասկանում եք։ Ոնց որ հարթակը փակ չի ոչ ոքի համար, բայց ոչ սրիկաների համար։ Սրիկաների համար փակ է։ Լսեք, դուք շատերը գրում եք օրինակ Արտակ Սարգսյան, Քոչարի խումբ, լսեք, եթե այդ մարդը համաձայն են, ես էլի եմ ասում, տվեք համարը, ես կզանգեմ կխոսամ։ Ես չգիտեմ, ես հիշում եմ Վարդան Ղուկասյանն էր, հայհոյել էր Արտակ Սարգսյանին, ես չգիտեմ, դա կար, թե ես եմ սխալվում, էլի, այն բանի ժամանակ, էլի, տերտերի շարժման ժամանակ, նենց որ ես կզանգեմ կխոսամ, եթե մարդիկ իսկապես շարժվում են հայրենիքի երկրի, օրինակ մտածում են ազնիվ ձևով, տեղ ունեն հարթակում, հասկանում եք, պետք է արյան երթուն տան, քաղաքական ուժերը, էլի, ոչ հասարակական կամ դերասան կամ մարդիկ, որ գալիս են պարզապես կանգնեն այդ շարժման կողքը, էլի, բայց այն մարդիկ, որ քաղաքական հայտ են ներկայացնում, որ պետք է ձևավորեն վաղվա կառավարությունը, նրանք բոլորը պետք է տան արյան երթուն։ Ինչին նույնիսկ համաձայնվեց Անահիտ Խուդաբերդյանը։ Տղամարդուն հասու այդ ռիտուալին, սենց ասած, էլի, համաձայնվեց։ Արյան երթում տա, որ ոչ մի գնով չի համագործակցելու նախկին ուժերի հետ։ Ոնց որ սա է հարթակը, հասկանում եք, ազնիվ մարդկանց համար բաց է, ստեղ ինչ որ սահմանափակ բան չկա, 4 հոգի, 5 հոգի, կարող լինի 20, 10, 50 դռները փակ չի, բայց սրիկաների համար փակ է։ Օրինակ գրում եք Գուրգեն Սիմոնյան։ Ասեք Գուրգեն Սիմոնյանը դասական լատիրակ է։ Գուրգեն Սիմոնյանը երբեք տենց տեղ չի գա։ Գուրգեն Սիմոնյանի նպատակը ծառայել ներկա իշխանություններին եւ Եվրոպա մեծ իշխանություններին։ Իսկ իմ նպատակն է լինելու, նայեք իմ այդ գրասենյակի լոբիստական, բոլոր սրիկաներին ուղարկել սրիկաների սենց գիրկը, էլի, սրիկաների մի հատ աղբարկը։ Ու այդ կարգի մի սրիկա է Գուրգեն Սիմոնյանը։ Ես ժամանակ կգա լրիվ սենց աքսիոմաներով, բանով, թեորեմաներով կապացուցեմ, ու դուք կհամոզվեք, ովքեր նրան սիրում են կամ նրա հեքիաթներին հավատում։ Ոնց որ հարթակը բաց է բոլորի համար, ժողովուրդ։ Գրեք, ես էլի իմ հեռախոսահամարները կտեղադրեմ երկու տեղում էլի, համ YouTube-ում, համ Facebook-ում։ Հարթակը բաց է, կարող են գալ, միանալ։ Ես հետագայում հերթով կդիմեմ շատ մարդկանց, շատ ազնիվ մարդկանց, ու ինձ հեռակա էլի ովքեր ժողովրդի մոտ հարգանք պատիվ ունեն, որ գան հերթով միանան այս հարթակին։ Ովքեր կմիանան, ովքեր չմիանան, կգնան նիկոլականների մոտ, էլի։ Նրանց ցուցակները կգլխավորեն, ու կհամալրեն։ Այսքանը երևի ոչինչ բաց չթողեցի, խոսացի 34 րոպե համարյա։ Այսքանը շնորհակալ եմ ժողովուրդ ջան, նայեք, ես ուզում եմ նենց անեմ, որ հաջորդ ընտրություններին հասկացեք, դուք չընտրեք ձեզ արժանի իշխանություն, այլ ընտրեք ճիշտ իշխանություն, թե եթե լինենք ճիշտ ու ազնիվ, մեր ազգը արժանի է այսօրվա իշխանությանը։ Շնորհակալություն, հաջողություն։